Բարև ձեզ։ Այսօրվա մայիսի 16-ին ամբողջ հաղորդաշար երթական հաղորդում ես վերնագրել եմ բանակցություններ թե բանակցությունների տնաս։ Բայց նախքան թեմային ասնել, ինչպես միշտ, կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ։ Իսկ նրանք, որոնք նայում են եւ հավանում են հաղորդումներս, ապա սեղմ եք հավանելու կոճակը, դրեք լայքեր, այսինքն որովհետև ձեր լայքերով իմ Մամայ Սևանեսյան YouTube ալիքը ավելի տարածվում։ Իսկ հիմա անցնեմ բույնյութին եւ այսպես բանակցություններ թե բանակցությունների տնաս։ Հավանաբար կռահեցիք, որ խոսքը այսօր Ստամբուլում տեղի ունենալիք ռուս-ուկրաինական բանակցությունների մասին։ Կամ արդեն այդ բանակցությունները սկսվել են, կամ շուտով որ կսկսվեն, ինչպես նշեցի, Ստամբուլի Դոլմաբախչե պալատում։ Սա այն Դոլմաբախչեն է, որ նախագծել եւ կառուցել է Պալյանների ճարտարապետական տոհմի ներկայացուցիչ Կարապետ Պալյանը եւ այս պալատը կառուցված է ֆրանսիական ռոկոկո ոճով եւ Ստամբուլի ճարտարապետական գոհարներից է։ Ինչեւ է սա որպես գեղարվեստական զեղում եւ անցնեմ բույնյութին բանակցություններին։ Արդյոք այս բանակցություններից որևէ ակնկալիք կա։ Երևս որքան էլ ցավալի է, ցավոք սրտի ոչ։ Ցավոք սրտի ոչ, որովհետեւ հենց սկզբից ռուսական կողմը այնպես իջեցրեց բանակցությունների ներկայացուցչական մակարդակը, որ այլևս որևէ սպասելիք չկա, ավելի շատ սա այսպես նշան անելու մի բան է, ավելի ճիշտ Թրամփի այգին քարնետոցի է, որ այսպես դու շարգգռված ես բանակցություններով, շարգգռված ես ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման, բայց ես դրանում շարգգռված չեմ։ Սա է նշանակում, առայն որ Ստամբուլ ժամանեց Զելենսկին բարձր մակարդակով իր հետ բերելով բարձրաստիճան ներկայացուցիչների, որոնք պետք է մասնակցեին բանակցություններին եւ հայտարարեց, որ ես եկել եմ եւ սպասում եմ Պուտինին։ Բնականաբար Պուտինը չէր գալու Ստամբուլ, ՆԱՏՕ-ի այդ երկիր, որից մեծ կախվածության մեջ է այսօրվա Կրեմլը եւ անձամբ Պուտինը, բայց միևնույն ժամանակ ցուցադրում է իր ինքնուրույնությունը իբր։ Ինչևէ ռուսական կողմը հայտարարեց, որ պատրաստ է անմիջական բանակցությունների երկուստեք եւ ներկայացրեց իր բանակցող թիմի, որը գլխավորում է ոչ անհայտ Օդիոս Մեդինսկին, որը ժամանակին եղել է մշակույթի նախարար Ռուսաստանի, հիմա էլ դարձել է Ռուսաստանի գրողների միության նախագահ եւ հայտնի է իր այսպես կոչված թխած դասագրքեր թխելով Ռուսաստանի պատմության, հատկապես նորագույն պատմության եւ հատկապես պուտինյան ժամանակների պատմության վերաբերյալ դասագրքերով պատմական, այսպես կոչված։ Որոշ օրինակ եւ այն պատվիրակությունը, որ գլխավորում է Մեդինսկին եւ որ նրա հետ են լինելու նաեւ ոչինչ չնշանակող ինչ-որ զինվորականներ, օրինակ Նևզորովը դրանց անվանում է պուտինյան ոչիններ։ Իսկ ռուս մեկնաբան Յակովենկոն սրանց անվանում է գրասենյակային ամրակներ։ Բանան է, որ այս եւ Մեդինսկին եւ նրա այս ամբողջ բանակցային թիմը ոչ մի բան որոշելու, ոչռելու, ասած լիազորություն չունեն, ինչ որ բան որոշելու համար պետք է ինչպես նախորդ ժամանակ էր 22 թվականին, երբ նույն այս Ստամբուլում տեղի ունենում այդ բանակցությունները, ամեն բանից հետո վազում էին
որպեսզի հեռախոսով կապվեն համայն ռուսոիմաստունի հետ։ Եվ պատահական չի, որ խորհրդանշական է, որ այսօր էլ այս բանակցություններին համայն ռուսոիմաստունը Ստամբուլում կայանալիք բանակցություններին կամ արդեն կայացող բանակցություններին նշանակել է նույն այդ Women Medinskum։ Այդ օդիոս կերպար, ոչինչ չասող բանակցությունների արդյունավետության առումով ոչինչ չասող այդ կերպարի։ Գիտեք ինչ, շատ այսպեսի բնական հարց կարող է առաջանալ այդ բանակցություններին մասնակիցների կողմից, ոչ ռուսական, իդեպ այս Ստամբուլ են ժամանել կամ արդեն ժամանելու են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը եւ Վիտկոֆը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի օգնական Վիտկոֆը եւ պետքարտուղար Ռուբիոն։ Եվ գիտեք ինչ, այս բանակցության կողմերին ժամանակ ընդհանրապես կարող է հարց առաջանալ եւ դիմեն ռուսներին, բալավ դուք ինչ գործ ունեք Ուկրաինայում։ Եվ գիտեք, արդեն դրա պատասխանել արդեն նրանք սերտացուն են, թե մեր նպատակը Ուկրաինայում դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա անցկացնելն է։ Գիտեք, բառերի երկու բառեր, որոնք նույնիսկ Ռուսաստանում այսպես հասարակ ժողովրդի շրջանում անհասկանալի է եւ իսկ որոնք սովոր են գոնե մի հատ ընդունեն նոր մի բան հասկանան, նրանք այդ բառերը սկի մինչև վերջը չեն հիշի։ Ճիշտ երկար է նրանց ուղեղի համար դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա, շատ երկար է։ Ողողի չի որ ասեն միանգամից։ Բայց այնպիսի տպավորություն է հիմա արդեն ստեղծվում աստիճանաբար ամբողջ աշխարհում, որ դեմիլիտարիզացիան եւ դենացիֆիկացիան ավելի շուտ պետք է անցկացվի բուն Ռուսաստանում, որովհետեւ քանի դեռ Ռուսաստանը այս խելքին է եւ այս դիրքորոշման է, ընդհանրապես սպառնալիք է ներկայացնում քաղաքակիրթ աշխարհի համար։ Վաղ թե ուշ պատերազմը վերջանալու է, ինչպես ամեն ինչ, բայց հարցը թե երբ կավարտվի եւ ինչքան շուտ կավարտվի եւ ինչ կլինի Ռուսաստանում։ Բանն է, որ քանի դեռ Ռուսաստանում է կամ ինչպես ասում են անմահկաշե կամ համայն Ռուսիայի իմաստունը, իդեմս Պուտինի, այս պատերազմը ավարտը չի երևում, որովհետև պատերազմի ավարտը նշանակում է Պուտինի համար իր կարիերայի վերջը։ Քանի դեռ պատերազմը կա, նա իրեն ապահով է զգում, որքան էլ որ տարօրինակ է։ Եթե պատերազմն ավարտվի, նրան հարցնել են, բա ինչ էր ուզած, ես ինչի ասեմ, սա էր ուզում։ Պուտինը այդպես էլ ասել, թե Պուտինը խելոք չի, սխալ է։ Պուտինը շատ խելոք է, շատ խելացի է, շատ խորամանկ է։ Բայց նա չդարձավ այն քաղաքական լիդերը, որը որ իր ասելիքն ունի եւ անելիքն ունի։ Ասելիքն անելիքներն եմ տեսնում ենք, բայց հակառակ ուղղությամբ է անում։ Նա այդպես էլ մնաց կոմպլեքսավորված, ձախողված չեկիստ, որին իր ծառայակիցները շատ նվաստացուցիչ մականուններով են հիշում։ Հիմա չեմ էլ ուզում դա ասել, որովհետև բոլորի համար դա ակնհայտ է։ Ի տարբերություն Ուկրաինայի նախագահ Զելենսկու, որը որ դերասանական կարիերայից դառնալով ազատ եւ արդար ընտրություններում ընտրվելով այդ երկրի նախագահ եւ բախվելով նման փորձությունների, աստիճանաբար դերասանից վերածվեց քաղաքական գործչի, բառիզբուն իմաստով եւ հմուտ գործչի։ Մի պահ նրա հեղինակությունը սկսեց անկում ապրել, որը որ բնական է,
բայց հատկապես դրա հեղինակության աճին նպաստեց Թրամփը եւ նրա թիմը, այդպես Վենսը։ Իրեք ինչ նկատի ունեմ, երբ Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում, ասեմ, թե սրահում աշխատասենյակում երկուսով վրա տվեցին Զելենսկու վրա։ Այդպիսի բան միջազգային դիվանագիտական գոնե նորագույն պատմությունը չէր տեսել։ Վրա են տվել մի նախագահի եւ մեղադրում են նրան, որ նա անշնորհակալ է, որ նա խաղաթղթեր չունի, ինչ է ուզում եւ ի պատիվ Զելենսկու նա ոչ միայն հունից դուրս չեկավ, ոչ միայն իրեն արժանվույն պահեց, այլև դրանից հետո իրեն չկորցրեց եւ ձեռնարկած քայլերով վաստակեց իր հարգանքն ու պատիվը բարձրացրեց։ Նույնիսկ հենց նույն Թրամփի մոտ։ Այնպես որ Զելենսկու եւ Պուտինի, այսպես կոչված Թրամփի լեզվով ասած խաղաթղթերը, եթե մի դեպքում Պուտինի խաղաթղթերը վրա ազդում են նրա ռազմական զորությունը, կարողությունը, ապա Զելենսկու մոտ ակնհայտ է նրա քաղաքական հասունությունը։ Եվ նաև միաժամանակ նույնիսկ էլ քաղաքակիրթ աշխարհի արևմուտքի աջակցությունը։ Հիմա վերադառնալով արդեն սկսված կամ արդեն շուտով կայանալիք բանակցություններին, մեկ անգամ եւս նշելով, որ անձամբ ես եւ ոչ միայն ես լուրջ ակնկալիքներ չունենք առաջընթացի վերաբերյալ, այս ազուտ ինչ որ մի միջոցառում է եւ նաեւ Ուկրաինայի կողմից միջոցառում է, որպեսզի ցույց տվի, որ Ուկրաինան շահագրգռված է բանակցություններով, պատերազմի ավարտով, իսկ Ռուսաստանի կողմից էլ քարնետոցի է դեպի Թրամփի կողմը, որ ես ինչ ուզեմ անել կանեմ, այդքան մի թերվարա։ Եվ ահա, պետք է ենթադրել, որ Թրամփը աստիճանաբար, գոնե թե ոչ ինքնապայի շրջապատում արդեն գիտակցում եւ նրան էլ հասկացնում են, որ լսիր եղբայր, Պուտինը քո քթից ման է տալիս։ Չեմ կարծում, որ Թրամփը դա չգիտակցի։ Բայց թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել, դժվարանում եմ ասել։ Ամենայն դեպս Թրամփը ներկայումս որ Մերձավոր Արևելքում են, հանդիպումներ ունեցել Կատարում, ոչ թե Կատարում, Սաուդյան Արաբիայում, բավական հաջող բանակցություններ եւ հաջող արդյունքներով միլիարդավոր կոնտրակտների կազմամբ միաժամանակ որքան էլ որ հույս է ներշնչում Ամերիկա-իրանական հարաբերությունները ըստ ամենայնի Թրամփը լրջորեն մտածում է Իրանի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ։ Սա շատ դրական բան է։ Սա եւ հատկապես դրական է նաեւ Հայաստանի համար։ Ինչևէ, առաջ չընկնենք, սպասենք, տեսնենք ինչ կլինի։ Բայց միայն մի բան կարող եմ ասել, որ այսօրվա Ռուսաստանի սիմվոլներն են Պուտինի ճաղատը, քաչալը, Ստալինի բեղերը եւ Բերիայի նագանը, որովհետեւ կրկնում եմ, այս երկիրը այն գնում է այն ուղղությամբ, որ մի օր պետք է այս երկրով զբաղվեն դենացիֆիկացիայով, դեմիլիտարիզացիայով։ Դրա համար ինձ այլևս հեչ պատահական չի, որ Մոսկվայի Տագանսկայա մետրոյում վերականգնվել է Ստալինի բարելիեֆը։ Այդտեղ մի ամսի 9-ին Վոլգոգրադի միջազգային օդանավակայանը անվանվեց Ստալինի անվամբ, կոչվեց Ստալինի անունով։ Տարբեր տեղերում Ստալինի հիսանդրիներն են բացվում։ Մոսկվայի մետրոյում այդ բարելիեֆն է վերականգնվել, որ ժամանակին եղել է քանդել էին։ Եվ մնում է հիմա վերականգնեն եւ թեպեզ արդեն կամաց վերականգնվում են գուլագները։
Սա է այսօրվա Ռուսաստան։ Ինչևէ, ինչ վերաբերում է մեզ, ապա Հայաստանին, ապա Հայաստանը պետք է իմաստուն քաղաքականություն վարի, սպասողական դիրքով, չգազազացնելով այդ հյուսիսային արջը։ Դեպի հյուսիսային արջը, պես ըստ ամենայնի, միջոցները ձեռնարկում Հայաստանում ինչ-որ իրավիճակ փոխելու ուղղությամբ։ Ի նկատի ունեմ Քոչարյանի ակտիվությունը։ Նրա այդ ակտիվությունը հենց այնպես չի, պատահաբար չի եւ հաստատ ինչ-որ հրահանգ է ստացել։ Եվ այսօր էլ առավոտյան տնից դուրս գալուց առաջ ինչ-որ ինֆորմացիա կարդացի, տեղեկություն կարդացի, ոչ թե տեղեկատվություն կարդացի, այլ տեղեկություն կարդացի ինչ-որ տեղեկատվական կայքից, որ մոտ ժամանակներս պատրաստում է ակտիվանալ, ինչ է կարծում ով, Բագրատ Գալստանյանը։ Ախր մի բան կա էլի, նույն գետը երկու անգամ մտնել անհնար է։ Հետո չեն գիտակցում, ինչ ասեմ, դա իրանց գործն է, թող ակտիվանան։ Ինչքան նրանք ակտիվանան, այնքան կամրապնդվի Փաշինյանի եւ նրա թիմի դիրքերը։ Սա է փաստը։ Սա այսպես մի քիչ զեղում արեցի այսօրվա բուն թեմայից, որը վերնագրել էի բանակցություններ, թե բանակցությունների տնաս, որը վերաբերում էր այսօր Ստամբուլում սկսված կամ արդեն շատ շուտով սկսվելիք ռուս-ուկրաինական բանակցություններից, որտեղ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ռուսական կողմը ներկայացնելու է Մեդինսկին մի քանի զինվորականներով, 1-2 զինվորականներով, ուկրաինական կողմը հայտարարեց, որ այդ բանակցություններին մասնակցելու է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարը։ Ամենայնիվ մի քանի գլուխ ավելի բարձր մակարդակով ցույց տալու համար աշխարհին, թե ինչքան լուրջ է այս ամենին վերաբերում Ուկրաինան եւ ինչքան անլուրջ Ռուսաստանը։ Բնականաբար այս անլրջությունը պայմանավորված է նաեւ թերևս նրանով, որ հիմա Ռուսաստանը իսկապես շահագրգռված չէ պատերազմի դադարեցման, որովհետեւ ինչ որ առումով ռազմական գործողությունների տերը իրենք են եւ ըստ ուկրաինական աղբյուրների էլ Ռուսաստանը պատրաստվում է լայնածավալ հարձակման ամրանը։ Այս պայմաններում Ռուսաստանին ձեռնտու չի 30-օրյա հրադադարը, որը պահանջում են Ուկրաինան, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան։ Տեսնենք ինչ կլինի, ինչ կստացվի։ Այսօր այսքանը, ցտեսություն, կհանդիպենք։